Գիտեք, նախ ես այդ թեմայով բազմիցս անդրադարձել եմ եւ նաեւ Ռուսաստանի նախագահի հետ մենք աշխատանքային մակարդակում այդ քննարկումները ունեցել ենք եւ ես ասել եմ, որ ինչպես հրապարակային արտահայտվել եմ, որ մինչեւ այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները, եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ չի, որովհետեւ կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, դա օբյեկտիվ իրականությունից բխող process է եւ այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ, որ նաեւ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, որոշակի պարզաբանման ենթական նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք, հիմնված փոխադարձ վստահության վրա, մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում, փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ եւ իմ հարգանքների հավաստիքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Ռուսաստանի Դաշնությանը ելի եմ ասում, մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը։ Իհարկե մենք նաեւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու։